Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Հայաստանի ընտրություններից օրեր առաջ հրապարակված The Insider-ի աղմկահարույց հետաքննությունը քաղաքական դաշտում իսկական փոթորիկ է առաջացրել։ Անկախ պարբերականը պնդում է Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ է։ The Insider հարթակի հրապարակված ծավալուն հետաքննությունում ասվում է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական եւ քաղաքական բազմաշերտ օպերացիան համակարգվում է անմիջապես Կրեմլից։ Հետաքննության համաձայն գործընթացում ներգրաված են Ռուսաստանի նախագահի վարչակազմի, արտաքին հետախուզության, ռազմական հետախուզության եւ փափուկ ուժի կառույցների ներկայացուցիչներ։ Շրջանառության մեջ է դրվել հերթական աղմկահարույց բացահայտումը։ Պարզվում է, Ռուսաստանի իրավաբանական անձանց պետական ռեեստրից ստացված պաշտոնական քաղվածքում Նարեկ Կարենի Կարապետյանի անվան դիմաց նշված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Նարեկ Կարապետյանը հերքել է, քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել բարձր տեխնոլոգիական ոլորտի նոր խոշոր հարթակ։ Հունիսի 3-ից 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կանցկացվի երկօրյա Rise 2026 ցուցահանդես ֆորումը։ Միջոցառման կարգախոսն է «Մենք ենք մեր սարերը վերելք», որը կազմակերպիչների խոսքով խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, աճն ու առաջընթացը։ Հայաստանից առաջին անգամ արտահանվել է Հայաստանում մշակված եւ արտադրված վերջնական ռազմական արտադրանք։ Այս մասին երեկ հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ այսօր նախարարը հակադարձել է ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանին, որը պնդել էր, թե ռազմական տեխնիկայի արտահանում եղել է նաեւ նախկինում։ Փաստական տվյալներ են ստացվել նախկին, այդ թվում վիրավորում ստացած զինվորականների կողմից Երևանում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններից նյութապես շահագրգռելու, նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։ Հայաստանի ընտրություններից օրեր առաջ հրապարակված Insider-ի աղմկահարույց հետաքննությունը քաղաքական դաշտում իսկական փոթորիկ է առաջացրել։ Ռուսական անկախ պարբերականը պնդում է, որ Կրեմլը փորձում է բացահայտորեն միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, խաղադրույք կատարելով Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի վրա։ Հետաքննությունում հրապարակված փաստաթղթերը եւ աղբյուրների հայտարարությունները ոչ միայն կասկածի տակ են դնում Կարապետյանի քաղաքական ինքնուրույնությունը, այլև նրան կապում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ Մոսկվայի ազդեցության ցանցի հետ։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի քաղաքական դաշտում հերթական սկանդալն է հասունանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ռուսական անկախ The Insider պարբերականը հրապարակել է քաղաքական դաշտը պայթեցրած հետաքննություն, որտեղ խոսվում է Կրեմլի կողմից համակարգվող լայնածավալ օպերացիայի մասին։ Հետաքննության հեղինակները պնդում են, որ Մոսկվան փորձում է ամեն գնով կանխել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, խաղադրույք կատարելով պրոռուսական ուժերի եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապվող գործիչների վրա։ The Insider-ի աղմկահարույց այս հետաքննությունը փաստացի մատնանշում է, որ Կրեմլը փորձում է բացահայտ միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, իշխանության բերելով իրեն լոյալ ուժերի։ Հետաքննության կենտրոնում հայտնվել է Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը տարիներ շարունակ իր կարողությունը կուտակել է Ռուսաստանում եւ այժմ ըստ պարբերականի Կրեմլի քաղաքական նախագծով փորձում է մուտք գործել հայկական քաղաքականություն, ուժեղ Հայաստան դաշինքի միջոցով։ The Insider-ը գրում է, որ Կարապետյանի բիզնես կայսրությունը սերտորեն կապված է ռուսական պետական համակարգի հետ։ Տաշիր հոլդինգը համարվում է Գազպրոմի խոշոր կապալառուներից, իսկ նրա հիմնական ֆինանսական շահերը գտնվում են հենց Ռուսաստանում։ Սա արդեն ինքնին լուրջ հարցեր է առաջացնում, ում շահերն է պատրաստվում սպասարկել Կարապետյանը Հայաստանի վարչապետ դառնալու դեպքում, Հայաստանի թե Կրեմլի։ Սակայն ամենասկանդալային մասը վերաբերում է Կարապետյանի հնարավոր կապերին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության FSB-ի հետ։ Պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ 1999 թվականի անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում նշված է FSB-ի տեղեկատվական կենտրոն։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նախկին աշխատակցի մեկնաբանությամբ նման նշումը սովորաբար օգտագործվում է այն անձանց նկատմամբ, որոնց ստուգման դեպքում իրավապահ մարմինները նախ պետք է դիմեն Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայությանը։ Այդպիսի կարգավիճակ հաճախ ունենում են հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող կամ ոչ հրապարակային գործակցող անձինք։ Թեև Սամվել Կարապետյանը շտապեց ամեն ինչ ներկայացնել որպես Փաշինյանի պատվեր, նրա արձագանքն ավելի շատ հուսական արդարացում էր, քան փաստարկված էր։ Նա ոչ միայն չներկայացրեց որևէ ապացույց, այլև փորձեց թեման վերածել անձնական վիրավորանքների եւ ծաղրի։ Հրապարակումը
Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է։ Ես 99 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-4 թվականներին, դրա համար մեկ բան չունեմ։ Գաղտնիք եմ ասում։ Դուք էլ իրան գնացեք հարցրեք։ Շուտով ստանալու է սերժանտ։ Սակայն ուշագրավ է, որ Կարապետյանը չնայած հստակ չհերքեց հրապարակված փաստաթղթերի իսկությունը, սակայն այնուամենայնիվ պատրաստվում է իբրև դատական հայց ներկայացնել The Insider-ի դեմ։ Պարբերականի աղբյուրների համաձայն Կարապետյանը նախկինում երբեք ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն վերջին շրջանում Կրեմլը նրան ուժեղ ճնշել է քաղաքական դեր ստանձնելու եւ ուժեղ Հայաստան դաշինքը ձևավորելու համար։ Հետաքննությունը նաեւ պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է միլիոնավոր դոլարներ ներդնել Փաշինյանի դեմ տեղեկատվական եւ քաղաքական պատերազմի մեջ։ Սա արդեն պարզապես ներքաղաքական պայքար չէ, խոսքը Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի մասին է։ Եթե հրապարակված տվյալները թեկուզ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է դառնում, որ Մոսկվան փորձում է Հայաստանում ձևավորել վերահսկելի քաղաքական համակարգ, օգտագործելով ֆինանսապես եւ քաղաքականապես իրենից կախված գործիչների։ Հետաքննությունը նաեւ բացահայտում է ռուսական փափուկ ուժի մեխանիզմները Հայաստանում, Ռոսոտրուդնիչեստվոյի, ռուսական տան եւ տարբեր հասարակական հարթակների միջոցով։ Ըստ հրապարակման հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդների շրջանում ռուսամետ տրամադրությունների ձևավորմանը, երկարաժամկետ ազդեցություն ապահովելու նպատակով։ Նշվում է նաև, որ Երևանում ռուսական դիվանագիտական առաքելության անվան տակ աշխատում են Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության, դաշտային անվտանգության ծառայության եւ ռազմական հետախուզության ներկայացուցիչներ։ Հոդվածում հիշատակվում են մի շարք պաշտոնյաների անուններ, որոնք ըստ պարբերականի պարբերաբար այցելել են Երևան եւ հանդիպումներ ունեցել հայաստանյան քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Այս բացահայտումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարությամբ արձագանքեց։ Միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց կալուգացի օլիգարխը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է։ Ընդ որում կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը եւ չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերը անհերքելի են եւ պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը։ Նույնիսկ Պետրոս Առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը։ Եվ հիմա առավել քան հասկանալի է, թե 44 օրյա պատերազմի ընթացքում ինչու էր կալուգացի օլիգարխը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հավասարության նշան դնում եւ նրանց դիմում միևնույն կոչով։ Պատճառը մեկն էր, նա պարզապես օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակից է։ Փաշինյանի այս հայտարարությունը փաստացի քաղաքական ուղերձ էր, ուղղված ոչ միայն Կարապետյանին, այլև ամբողջ ռուսամետ ընդդիմությանը։ The Insider-ի այս հոդվածում ի դեպ առանձին անդրադարձ կա նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որի քաղաքական եւ բիզնես կապերը տարիներ շարունակ կապված են եղել Մոսկվայի հետ։ Պարբերականը հիշեցնում է նրա Եդինայա Ռոսիայի հետ գործակցության փաստը, նաև նրա խորհրդային տարիների քրեական գործը, պնդելով, որ 1979 թվականին վերջինս դատապարտվել էր կողոպուտի եւ բռնաբարության համար, սակայն հետագայում արդարացվել է։ Նշվում է նաև, որ Փաշինյանը տարիներ առաջ Ծառուկյանին էր մեղադրել իր մեքենայի պայթեցման պատվերի մեջ, թեև դա երբևէ պաշտոնապես չի ապացուցվել։ Այս ամեն ընտրություններից օրեր առաջ Հայաստանի ներքաղաքական պայքարը տեղափոխում է բոլորովին նոր մակարդակ։ Քննարկման գլխավոր թեման ոչ թե միայն իշխանություն, ընդդիմություն, հակամարտությունն է, այլ այն հարցը, թե արդյոք Հայաստանը կանգնած է ռուսական վերահսկողության տակ վերադարձվելու վտանգի առաջ։ Եթե The Insider-ի հրապարակած տվյալները նույնիսկ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է դառնում մեկ բան. Կրեմլը Հայաստանի ընտրություններին վերաբերում է ոչ թե որպես հարևան երկրի ժողովրդավարական գործընթացի, այլ որպես սեփական ազդեցության գոտին վերականգնելու օպերացիայի։ Իսկ Հայաստանի հասարակության առաջ կրկին կանգնում է հին, բայց այժմ առավել սուր հարցը. արդյոք երկրի ապագան պետք է որոշվի Երևանում, թե Կրեմլի փակ կաբինետներում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
The Insider հարթակի հրապարակած ծավալուն հետաքննությունում ասվում է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ տեղեկատվական եւ քաղաքական բազմաշերտ օպերացիան համակարգվում է անմիջապես Կրեմլից։ Հետաքննության համաձայն գործընթացում ներգրավված են Ռուսաստանի նախագահի վարչակազմի, արտաքին հետախուզության, ռազմական հետախուզության եւ փափուկ ուժի կառույցների ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում ձևավորել են ազդեցության եւ վերահսկողության լայն ցանց։ Հրապարակման մեջ նշվում են կոնկրետ պաշտոնյաների անուններ, նրանց ենթադրյալ դերերը եւ Երևանում իրականացված գործունեությունը, սկսած քաղաքական կապերից մինչեւ ռազմավարական օբյեկտների քարտեզագրում։ Փաշինյանի դեմ տեղեկատվական եւ քաղաքական օպերացիան համակարգում է Ռուսաստանի նախագահի վարչակազմում վերջերս ստեղծված ռազմավարական գործընկերության եւ գործակցության վարչությունը։ Հայտնում է The Insider միջազգային հարթակը, նշելով, որ այն ղեկավարում է Սերգեյ Կիրիենկոյի մերձավոր համարվող Վադիմ Տիտովը, որը նախկինում փորձել էր ներգրաված լինել նաեւ Հունգարիայի ընտրական գործընթացներում։ Հայկական ուղղության հիմնական համակարգողներն ըստ հարթակի Վալերի Չերնիշովն ու Դմիտրի Ավանեսովն են։ Երկուսն էլ ներկայացվում են որպես ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող պաշտոնյաներ։ Չերնիշովը նախկինում աշխատել է ռազմական հետախուզությունում եւ դասավանդել դիվերսիոն աշխատանքի հիմունքներ, իսկ Ավանեսովը վերապատրաստում է անցել FSB-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում։ Հետաքննության համաձայն նրանք բազմիցս եղել են Երևանում եւ հանդիպել հայաստանյան քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Հայաստանի ուղղությամբ աշխատող առանցքային դեմքերից մեկն էլ ըստ The Insider-ի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է, որը վերջին ամիսներին պարբերաբար զգուշացնում է Հայաստանին արևմուտքի հետ մերձեցման դեպքում հնարավոր տնտեսական հետևանքների մասին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում հայկական ուղղությամբ զբաղվում է Միխայիլ Կալուգինը, որի անունը նախկինում շրջանառվել է Միացյալ Նահանգների ընտրություններին ռուսական միջամտության թեմայով հրապարակումներում։ Հետաքննության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում նաև ռուսական փափուկ ուժի կառույցներին։ Ըստ հրապարակման ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը այժմ համակարգում է ռուսական ազդեցության մշակութային եւ տեղեկատվական բաղադրիչը Հայաստանում։ Հետաքննության հեղինակները նաև նշում են Իգոր Չայկայի անունը, նախկին գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդուն, որը ղեկավարում է Ռոսոտ Ռուդնիչեստվոն։ Ըստ The Insider-ի հենց Չայկայի միջոցով նախկինում ֆինանսավորվել են նաև Մոլդովայում գործող պրոռուսական քաղաքական ուժերը։ Մոլդովայում եւ Հունգարիայում ձախողումից հետո Կրեմլը իր բոլոր ռեսուրսներն ուղղել է դեպի Հայաստան, որտեղ հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Կրեմլը հույս ունի կանխել ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերընտրությունը։ Հայկական ուղղությունը համակարգում է ՌԴ նախագահի վարչակազմը, արտաքին հետախուզության ծառայությունը, գլխավոր հետախուզական վարչությունը եւ դաշնային անվտանգության ծառայությունը։ Այս կառույցների սպաներն են գործուղվել Երևան առաջադրված նպատակների իրականացման համար։ Հայաստանում գործող ռուսական հետախուզական ցանցի անդամ հանդիսացող Ալեքսեյ Միշլյավկինը, որը Երևանում Ռուսաստանի դեսպանատան առևտրային ներկայացուցիչն է, իրականում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ռեզիդենտն է Հայաստանում։ Ըստ հետաքննության նա համակարգում է լայն գործակալական ցանց եւ տեղեկություններ հավաքում Հայաստանի քաղաքական ղեկավարության, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Հոդվածում նշվում է, որ Մոսկվայում Փաշինյանին նույնիսկ տվել են օպերատիվ մականուն Մորուք։ Միշլյավկինի տեղակալը ըստ հրապարակման Սերգեյ Կատինն է, որը եւս կապվում է արտաքին հետախուզության ծառայության հետ եւ 2022 թվականից աշխատում է հայկական ուղղությամբ։ Ռուսական ռազմական հետախուզության ներկայացուցիչ է ներկայացվում նաեւ Ռոսատոմի պաշտոնյա Վյաչեսլավ Պրոշկինը, որն ըստ հետաքննության ոչ միայն զբաղվում է մեծամորի ատոմակայանի հարցերով, այլև հետևում Հայաստանի ղեկավարությանը։ Հոդվածում նշվում են նաև FSB-ի ներկայացուցիչներ Սերգեյ Կիվաչուկն ու Վիտալի Կուչերուկը, որոնք զբաղվում են ինչպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մշտադիտարկմամբ, այնպես էլ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների վերահսկմամբ։ Կիվաչուկը ըստ հրապարակման ղեկավարում է այն աշխատանքները, որոնց շրջանակում ռուսական հատուկ ծառայությունները փորձում են վերահսկել պատերազմից հետո Հայաստան տեղափոխված եւ Պուտինի քաղաքականության դեմ հանդես եկող ռուսաստանցիներին։ Կոչերուկը հաճախ է այցելում Գյումրիի ռուսական ռազմաբազա, որտեղ ըստ հետաքննության հանդիպում է իր գործակալական կապերի հետ։ Հետախուզության ամենազգայուն հատվածներից մեկը վերաբերում է նաեւ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին։ Ըստ հրապարակման ռուսական հատուկ ծառայությունները փորձել են ուսումնասիրել նրա կապերը եւ ազդեցության հնարավոր մեխանիզմները, սակայն լուրջ արդյունքների չեն հասել։ Հատուկ ծառայությունների խմբագրության աղբյուրը պատմել է.
Քրիստինեին հրավիրում էին Մոսկվա, արտաքին հետախուզության ծառայության ակադեմիայում կարճատև ստաժավորում անցնելու, զրուցելու համար, բայց նա գնաց խելք հավաքելու ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունում, իսկ հետո ամերիկացիները օգնեցին նրան Երևանում ստեղծել անհրաժեշտ կառուցվածքը։ Իհարկե փորփրում էին նրա անձնական կյանքը, տեստուգեցին, թե ում հետ էր նա մեր միջոցով թռել Պեկին, բայց օպերատիվ նշանակություն ունեցող տեղեկատվություն չստացան։ The Insider-ը նաև պնդում է, որ Երևանում աշխատող ռուսական ռազմական կցորդ Ալեքսանդր Գլադիշչուկը զբաղվում է Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների քարտեզագրմամբ։ Մինչև Երևան տեղափոխվել է, նա աշխատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գաղտնի աշխարհագրական տեղեկատվության կենտրոնում եւ նախկինում նման գործունեություն է իրականացրել նաև Բելգիայում ՆԱՏՕ-ի օբյեկտների վերաբերյալ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Մինչև Հայաստանյան հանրությունը փորձում էր մարսել The Insider-ի հրապարակած տեղեկությունը, շրջանառության մեջ դրվեց հերթական աղմկահարույց բացահայտումը։ Երեկ երեկոյան տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեստրից ստացված պաշտոնական քաղվածքում Նարեկ Կարենի Կարապետյանի անվան դիմաց նշված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Չնայած այս տեղեկության տարածումից հետո տվյալ կայքը դարձել էր անհասանելի, իսկ Նարեկ Կարապետյանը շտապել էր հերքել, որ ինքը Ռուսաստանի քաղաքացի չէ, այնուամենայնիվ քաղաքացի է, այնուամենայնիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Նարեկ Կարապետյանը կասկածվում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկատվությունը թաքցնելու համար։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվում Սամվել Կարապետյանն ու նրա ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Եթե նախկինում աղմկահարույց դրվագները կապված էին կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հետ, ապա հիմա իրավիճակն այլ է։ Հանրությունը դեռ չէր հասցրել մարսել Սամվել Կարապետյանի ռուսական հատուկ ծառայությունների հետ կապի մասին The Insider հարթակի աղմկահարույց հրապարակումը, երբ տեղեկություն տարածվեց այն մասին, որ նրա եղբոր տղան եւ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի տեխնացու Նարեկ Կարապետյանը հանդիսանում է այլ երկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց պետական ռեեստրից ստացված պաշտոնական քաղվածքում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Փաստաթուղթը վերաբերում է Մոսպրոմ էքսպլուատացիա ընկերությանը, որտեղ Կարապետյանը գրանցված է որպես մասնակից 2.5% բաժնեմասով։ Նույն փաստաթղթի համաձայն տվյալները մուտքագրվել են 2020 թվականի օգոստոսի 18-ին։ Այդ բաժնում նշված է նրա ռուսական հարկային համարանիշը եւ քաղաքացիությունը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսաստանցի օլիգարխի եւ նրանց կողմից հերթական անգամ օրենք խախտելու դեպքերին անդրադարձել է սոցիալական իր հարթակում։ Ես կարծում եմ, որ մեր 17 կուսակցությունները, մյուս 17 կուսակցությունները պարտավոր են սրա հետ կապված մեկնաբանություն իրենց դիրքորոշումը ասել, իսկ իմ կարծիքով իրավապահները պետք է նույնպես իրենց գնահատականը տան, թե ոնց է ստացվում, թե որքան իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը եւ քաղաքականության մեջ մտնելը եւ ինչ նպատակներ են հետապնդում այդ գործողությունները։ Շատ չանցած ազգային ժողովի նախագահը եւս մեկ տեսանյութ հրապարակեց, որտեղ ցույց էր տալիս, որ այն պաշտոնական կայքում, որտեղ զետեղված է Նարեկ Կարապետյանի մասին տեղեկատվությունը, դարձել է անհասանելի։ Այն բանից հետո, երբ հայկական մեդիադաշտում տարածվեց տեղեկություն առ այն, որ հնարավոր է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաեւ Ռուսաստանի քաղաքացի, այն կայքը, պաշտոնական ռուսական կայքը, որտեղ այդ տեղեկությունը զետեղված էր, այդ մասով դարձավ անհասանելի։ Բնական է կան այդ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, սկրինշոթեր, որոնք որ ես հիմա կցուցադրեմ, բայց Նարեկ Կարապետյանը կարծում եմ պետք է նաև իրավապահներին բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է Հայաստանի Հանրապետության падգամավոր կամ վարչապետ դառնալ եւ սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի
արարք է։ Մինչ քննարկվում էր ճիշտ է արդյոք Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը, քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց ինչ-որ չափով լույս սփռելով ստեղծված իրավիճակի վրա։ Ըստ քննչական կոմիտեի Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Այն է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։ Երկար լռությունից հետո Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, չնայած ներկայացված փաստերին, այնուամենայնիվ հերքեց տեղեկատվությունը եւ ընդգծեց, որ զրպարտության եւ սուտ մատնության համար դիմելու են դատարան։ Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից հետո եւս մեկ գրառում կատարեց Կարապետյանի շուրջ ծավալված աղմկահարույց փաստի վերաբերյալ։ Սիմոնյանն իր սոցիալական հարթակում ռետորական հարցեր հնչեցրել։ Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը նաեւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, Ուժեղ Հայաստանի առաջին համարը կդառնա Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, թե ոչ։ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել բարձր տեխնոլոգիական ոլորտի նոր խոշոր հարթակ։ Հունիսի 3-ից 4 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջին անգամ կանցկացվի երկօրյա Rise 2026 ցուցահանդես ֆորումը։ Միջոցառումը կազմակերպում է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ֆորումը մեկ հարթակում կմիավորի գիտությունը, ճարտարագիտությունը, ինժեներական միտքն ու նորարարությունը, ներկայացնելով հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների եւ ինժեներական թիմերի լուծումները։ Rise 2026-ի շրջանակում կցուցադրվեն տեխնոլոգիական արտադրանքներ, պաշտպանական համակարգեր, նորարարական մշակումներ եւ գիտական նվաճումներ։ Միջոցառման կարգախոսն է «Մենք ենք մեր սարերը» վերելք, որը կազմակերպիչների խոսքով խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, աճն ու առաջընթացը։ Ինչպես նշեցի, 3 թեմա ունենք։ Առաջին թեման պաշտպանական արդյունաբերություն, երկրորդը ինժեներական լուծումներ, երրորդը կիբերանվտանգություն։ Եվ ֆորումի մասնակիցները, մեզ մոտ պանելիստները տեղական ընկերությունների ներկայացուցիչներ են, կառավարության ներկայացուցիչներ են, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են խոսել կոնկրետ թեմաների մասին։ Մենք այդտեղ արդեն քննարկելու ենք ոչ միայն Rise-ին մասնակից ընկերությունների առնչվող թեմաները, այլ առհասարակ Հայաստանում իրավիճակների մասին են քննարկումներ անելու։ Օրինակ, մենք քննարկելու ենք իրար հետ կիբերանվտանգության մարտահրավերները։ Բոլորս գիտենք, որ բավականին գործ կա անելու, նախարարությունը վերջին շրջանում բավականին լայն աշխատանք է տարել, բայց կարծում եմ, այստեղ պետք է բոլորս իրար հետ հանրային ընկալման տեսանկյունից հասկանանք, որ ամեն ընկերություն ունի այստեղ գործ անելու, ոչ միայն տեխնոլոգիական ընկերությունները կամ պետական տարբեր կառույցները, բոլորս ունենք այստեղ աշխատանք անելու։ Ինժեներական լուծումների մասով մենք պետք է այդ հանրային ընկալումը այսպես մասով հասկանանք, որ քանի որ մենք Silicon Mountains-ը մեր մոտ միշտ միտված ա եղել բացահայտելու, որ տեխնոլոգիաները պարտադիր են կիրառվել տնտեսության տարբեր ճյուղերում, ինժեներական տեսանկյունից դա ենք ուզում ներկայացնենք, որ պաշտպանական արդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն տեխնոլոգիական կիրառումը լինելու է հիմնասյունը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ միայն մարդկային ռեսուրս ավելացնելով խնդիր չենք լուծում, միայն կրթական ծրագրերով խնդիր չենք լուծում։ Մենք պետք է փորձենք տեխնոլոգիական վերջի լուծումները կիրառենք տարբեր տեղեր։ Հայաստանից առաջին անգամ արտահանվել է Հայաստանում մշակված եւ արտադրված վերջնական ռազմական արտադրանք։ Այս մասին երեկ հայտնել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ մայիսին հայկական 3 ընկերություն միլիոնավոր դոլարների հասնող զենք է արտահանել երկու երկիր։ Հայտարարությունը սակայն քննադատել է ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանը, պնդելով, որ ռազմական տեխնիկայի արտահանում եղել է նաեւ նախկինում։ Այսօր կայացած ասուլիսում Հայրապետյանը հակադարձել է նրան, ընդգծելով, որ խոսքը ոչ թե բաղադրիչների կամ երկակի նշանակության արտադրանքի, այլ վերջնական ռազմական պրոդուկտի մասին է։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երեկ իր Facebook-յան էջում հայտնել էր, որ մայիսին հայկական 3 ընկերություններ 2 տարբեր երկրներ են արտահանել միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք։ Հայրապետյանի հայտարարությունը քննադատել էր Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոփյանը, պնդելով, որ Հայաստանից ռազմական տեխնիկայի արտահանում եղել է նաև նախկինում։ Ըստ Քերոփյանի դեռ 2015 թվականին տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա էր արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է մանրամասներ, ընդգծելով, որ խոսքը ոչ թե բաղադրիչների կամ երկակի նշանակության արտադրանքի, այլ Հայաստանում մշակված եւ արտադրված վերջնական ռազմական արտադրանքի արտահանման մասին է։ Ես կարող եմ ասել այն տեղեկատվությունը, ինչին ես ինքս տիրապետում եմ, որ արտահանում եղել է, բայց այդ արտահանումը եղել է կամ քաղաքացիական կամ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել են օրինակ X համակարգի ռազմական արտադրանքի X համակարգի բաղադրիչների արտահանում, օրինակ պայմանական դա կարող է լինել հոբ համակարգերի, բջիջների կամ ինչ-որ կոմպոնենտների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը, որոնք մշակվել, արտադրվել են եւ իբրև վերջնական զենք արտահանվել են Հայաստանից։ Նախարարը հավելել է, որ ընկերությունների անուններ, զինատեսակների քանակ, արժեք եւ երկրներ չի հնչեցրել, որովհետեւ նման գործարքների պարագայում պետք է լինի կոնսենսուս կողմերի միջև։ Որպես կանոն, նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային հանրային այդ տվյալները ներկայացնելու։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են, ինչպես ես իմ հայտարարության մեջ էի ասել, սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Հայրապետյանը նաև նշել է, որ մայիսի 28-ի զորահանդեսին կցուցադրվեն Հայաստանի զինված ուժերում արդեն առկա ինչպես միջազգային գործընկերների հետ ռազմատեխնիկական գործակցության արդյունքում ձեռք բերված, այնպես էլ հայրենական արտադրության տեխնիկական միջոցներ, իսկ հունիսի 3-ից 4-ը Հայաստանում կայանալիք Ռայս ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության տարբեր լուծումներ, դրոններից ու ռադարներից մինչև կապի միջոցներ, արկեր եւ զրահապատ մեքենաներ։ Հայրապետյանի խոսքով արդեն ավելի շատ հայկական ընկերություններ ունեն արտահանման թույլտվություն, իսկ որոշները շուտով կստանան այն։ Սոնա Գիշյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Արփինե Սարգսյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ հանդիպմանը կարևորել է գործակցության զարգացումն ու արձանագրված արդյունքները։ Քննարկվել են կիբերլաբորատորիայի ստեղծման, քրեական ոստիկանության կարողությունների զարգացման, նաև ոստիկանների, փրկարարների եւ սահմանապահների վերապատրաստման ծրագրերը։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նախկին, այդ թվում վիրավորում ստացած զինվորականների կողմից Երևանում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։ Կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել։ Ընտրակաշարք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ նախկին, այդ թվում վիրավորում ստացած զինվորականների կողմից 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաեւ զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ։ Կոյլ պետք է ցուցակ ունենաս, ըստ տելեգրամով ես, չէ՞ զանգը։ Նայեք, մենք ցուցակագրի կանոնական հեռախոսի համար մասնպես։ Հա։ Նայեք բանը։ Դրանով ես խավակեմ, քեզի բանաս ֆայլով կդերգեմ։ Չէ, ախպեր, միտինգի բան չկա, ինք զուգ պատերազմի մասնակիցների հետ հանդիպում ունենալու։
Ահա, всё, ախտաշեն, այդքան բան։ Դե մարդկաս է պրոթեզով կամ մարդկա գալյասկով, մարդկաս չալիգով մալիգով է, ոչ նորմալ է։ Ախպեր։ Ամջանանի, խարտ կցեք է։ Հա։ Քսը ախպեր քսը ես ինչ կարամ ասեմ, մեկը քսը մասիսից է, մեկը պանտաներից է, մեկը բանի։ В общем, 10 հոգի կարող է մարդը 10,000-ի չափով այդպես քցվի որ հետո առաջ բաները չեղն իրանց մոդները։ Ռոբջան մի հատ խնդրանք էլի, այդ աղբերների հետ խոսա ասա էլի, այդ ծախսը խոսքի ինչ կան, մեկ տաքսով, մեկ գազա լծե, ոբշե, հենց մի հատ կալորիկ թիվ ասա։ По-любому սարին նույն թիվն եմ մտքելու աղբերս, ես չոր մեկին, ավերսախ ռայոնից դուրս են եկե, ես մարդերը քաղաքի մեջ դա էլ եկե, ով է մեկ աշտարակ, երկուս աշտարակից են եկե, վահենք սպանտանից են եկե, մասիսից, արարատից, այդից են եկե աղբերս։ Ինչ կրկես աղբերն է կլոկեմ իրանց են ինես չոր։ Հա, չեմ հեռապ կեմ, չէ, այդ եմ ուզում ժողեմ էլի, ես էլ ասեմ օֆիսը կցեն էլի, հասկացանք ետ։ Դե աս աղբերս աս աղբերս մարդկանց հիմա ինչ է կտես ասել եմ այդ աղբերս անես չէ որ բանկա զազորնի որ խոսքորակ նա 1000 դրամ էսյան էլի կամ 1000 դրամ էան որ ես ոնց էլ ասեմ ալբոմը իրանք ասել են արդյունք Բակի որ հենց այդպես դուրս եկի արդեն սկսել էին ինձ զանգել վրա աղբեր չեկերը մեկերը բանաս աղբերս սեսակ կազմակերպել տղան կա մոտներս էլի համ գործանողը համ ընկերություն են անում էլի Հա ինքն էլ է գալիս ինքն էլ կա գարաժ ասած վիրավորում ստացած Խավոր, երկուսվապահով, ինչով են գալիս ես մարդիկ։ Կար ավտոներ չունեն։ Ավտոբուս են դարամ կարող ունեն, ոչ չունեն։ Ախպեր ասել եմ բանը, թող մի 4 հոգի, 5 հոգի ամեն, ոչ 5 հոգին էստանի ախպեր ցենց այդ բենզին հարցը կլուծեմ էլի կար, դրանցած անգամ եմ ասել։ Թող իրան կան, մի կատենց ասեմ, չէ, չեն կարող մեթանք, ամջան բոզի տղա ես էլանք ախպեր։ Պատկերացրու որ ասել ընես մարդիկ ամեշը որ ասելու չէ էլի։ Հա, ուրեմն տոշնել իմացել եմ տեղը։ Ապեր բայց դա ուրիշ մարդու է ինչքան ես գիտեմ։ Հա, դե ինչ արենք ուրիշ մարդու է։ Նավիգատորը գերեք կոնգրես կեթա կախպեր։ Հա, ոշխներին կտան եմ, արա կեսը ոչ ճամփա գիտեն, ոչ դեղի դերա որս տարել։ Ամեն մեկի հետ նավիգատորով մարդ կնստես կքշեք։ Հա, դե տես պետք է անեմ ասել։ Կարեն 50000 փողին փոխանցի։ Ինչ ոնոր է պետք է Ախպեր զանգել են գոզում են։ Կարա ասա այ դեբիլն է, մյուս անգամ հետո հերախոսով այդքան փողի անունը գիտակ, որ ինչ արա ասա, մենս տղայք, սեսին կայնած են կտե արա, հորս արա։ Ախպեր մեկը բենզին։ Ախպեր 10 գրգել է, հետո 20, ախպեր բանը, բենզինով մի ավտոն, եսի մի ինչ բան, ման մի հատ 20 էլ որ գրգես, նա գրգել եմ, դու իմացել էլի պրոստո։ Սախբեր էլ գիրեք կանդապետ, քսինորին պիղծը։ Էդի ում մասին է խոսքը։ Կանդազի։ Մի խոսքից ենք այդ նույն տեղեկը, ախպեր։ Այդ նույն տեղեկը կանդազի հետ են, որովհետև գիտեն որ եկուց կանդազում են պաշտոնի հետ առնելու դրանստանի, որ չտարավ։ Ախ, էդի պայժվամը բդե հետ նայ։ Որի գոհարնոր էլի era։ Ով։ Գոհար, մի գոհարն են աղջիկն։ Սինքի։ Լավ։ Մինիմումը ինձ պետք է դառնաս փյորկի նախարար։ Քարորային ուր է։ Մարդ հազը պատերազմի հերոս կուզիմ հասկանամ ասկի համար։ Դուք դրերիք դուք ծզին նեղը դրիք։ Դուք չիք դրի պատերազմի հերոս։ Ընկեր, ծզնը չէ։ Ոյ, արա։ Չեմ միանք ինձ հարկի պատերազմի հերոս Արեգանը սարքի։ Պատերազմի հերոսն է բրատ։ Արի տանեմ ցույց տամ։ Դեռնք երապալոր ցույց տամ։ Երեք որ իրան բռնել են։ Արտակերտի միլպեդը իմ մոտներ պայես։ Քսա ես ենթադրում եմ իրան բռնում են Դանելյան Նորիկի գործով։ Ինքը 1991 թվին Դանելյան Նորիկն եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջի կամավոր հրամանատար։ Դանելյան Նորիկ։ Զամն Դանելյան Նորիկին կակաճառը կամ դասինքսը կրակը։ Բա հանը կլխեց արգերը։ Շուտի շկապ մարդ ինքը մարդ սպանի։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու եւ ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խոզարկություններ են իրականացնում։ Խոզարկությունների արդյունքում մեծ քանակությամբ զենք, զինամթերք, խոշոր չափերի թմրամիջոց է հայտնաբերվել։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում ստացված հիմնավոր տեղեկությունների հիման վրա Երևան քաղաքի քննչական վարչության հետ համագործակցությամբ դատարանի որոշմամբ խոզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 15 տարբեր հասցեների բնակարաններում։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի կրիստալի նմանվող զանգվածով փաթեթ, բյուրեղանման զանգված, սպիտակ հետքերով կոլբա, ինչպես նաեւ մորֆին, մարիխուանա եւ շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ ու շոկոյով լցված կաթուցիչ եւ որսորդական հրացաններ։ Կան ձերբակալվածներ, նախաքննությունը շարունակվում է։ Այսօր առավոտյան Լիտվայի հարավային շրջաններում, այդ թվում մայրաքաղաք Վիլնյուսում օդային տագնապ է հայտարարվել, ենթադրաբար Բելարուսի Լիտվայի, Բելարուսից Լիտվայի օդային տարածք ներթափանած անօդաչու թռչող սարքի պատճառով։ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Լիտվական լրատվամիջոցների հաղորդմամբ բնակիչները ստացել են հաղորդագրություններ, ապաստարաններ տեղափոխվելու կոչով, արդեն եղել են նաև երկրի նախագահը, վարչապետն ու խորհրդարանի խոսնակը։ ԱԹՍ-ն որսալու նպատակով են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։ Ավելի ուշ բանակը հայտնել էր տագնապի ավարտի մասին, այն տևել է 1 ժամից պակաս։ Նախորդին էլ Էստոնիայում էին ՆԱՏՕ-ի հոբ ուժերը խոցել երկրի տարածք ներթափանած անօդաչու սարք։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Այցից առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց տարբեր հարցերում, այդ թվում ինքնիշխանության պաշտպանության ոլորտում։ Առավոտյան Վլադիմիր Պուտինը ժամանել է ժողովրդավարական ժողովների տուն, որտեղ մեկնարկել են ռուս-չինական բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Սի Ցզինփինի հանդիպումը սկսվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Պուտինի խոսքով Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի եւ դարձել են գործընկերության օրինակ։ Նա կարեւորել է նաեւ առանց վիզայի ռեժիմի շարունակական կիրառումը եւ Սի Ցզինփինին հրավիրել հաջորդ տարի այցելել Ռուսաստան։ Իր հերթին Չինաստանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրները զարգացնում են հարաբերությունները փոխադարձարգանքի եւ փոխշահավետ գործակցության հիման վրա։ Ուկրաինան պաշտոնապես ներողություն է խնդրել Էստոնիայից Էստոնիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի Բալթյան առաքելության կազմում գործող ռումինական կործանիչը խոցել է Էստոնիայի օդային տարածք ներխուժած ուկրաինական հարվածային անօդաչու սարքը։ Պևկուրը նշել է, որ Էստոնիան իր օդային տարածքն օգտագործելու իրավունք տալիս է միայն դաշնակիցներին, իսկ ուկրաինական կողմը նման թույլտվության հարցով երբեք չի դիմել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի դիտարկում Իրանի հարստացված ուրանի տեղափոխումը Ռուսաստան որպես ներկայիս բանակցային ծրագրի մաս։ Նրա խոսքով Իրանի հետ բանակցությունները գտնվում են լավ փուլում, սակայն Վաշինգտոնը շարունակում է դիտարկել նաև ռազմական տարբերակը, թեև դա չի ցանկանում։ ՆԱՏՕ-ում քննարկում են Հորմուզի նեղուցում հատուկ առաքելություն իրականացնելու տարբերակը նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Բլումբերգի փոխանցմամբ դաշինքը կարող է աջակցություն ցուցաբերել նավերին փակված նեղուցով անցնելու համար, եթե այն մինչև հուլիսի սկիզբ չբացվի։ Նախաձեռնությունն ըստ աղբյուրի արդեն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամների կողմից, սակայն դեռևս չի ստացել բոլոր անդամների միաձայն հավանությունը։ Հաղորդվում է, որ հարցը կարող է քննարկվել եւ հնարավոր է որոշում ստանա հուլիսի 7-ից 8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում։ Վրաստանում վերջին զանգը նշող աշակերտների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Թել Ավիվում ավտոճանապարհային պատահարից տուժել են 12-րդ դասարանի աշակերտներ, որոնք նշում էին վերջին զանգը։ Տեղեկությունների համաձայն վիրավորները Վազիսբուանի գյուղի դպրոցի աշակերտներն են։ Վնասվածքներ է ստացել նաև մեկ ծնող։ Դեպքը տեղի է ունեցել Ծինանդալի գյուղի մոտ։ Ականատեսների խոսքով մեծ արագությամբ ընթացող մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրասյանը եւ մի քանի մետր բարձունքից ընկել։ Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության, շտապօգնության եւ փրկարար ծառայությունների խմբերը։ Նախնական տվյալներով տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։